Նախորդին իրականացված ձերբակալությունները հերթական անգամ հանրային մտահոգության շարժառիթ դարձան։ Ձերբակալվածների թվում նաև անչափահասներ կային։ Նրանց պետք է ոչ թե ազատությունից զրկել, այլ ապահովել, որպեսզի նրանց հանդեպ նման դրսևորումները լինեն միայն ծայրահեղ անհրաժեշտության պարագայում, այն էլ բացառապես իրավաչափ ընթացակարգով։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից շեշտում են, որ նման իրավիճակներում յուրաքանչյուր անչափահասի նկատմամբ պետք է կայացվեն որոշումներ, որոնք չեն վնասի նրանց։ Մտահոգիչ է, որ ձերբակալված անձանց թվում եղել են նաև անչափահասներ։ Խիստ կարևորում եմ, որ նշված գործընթացում յուրաքանչյուր անչափահասի ազատությունից զրկումը կիրառվի որպես վերջին միջոց եւ հնարավորինս կարճ ժամկետով։ Նրանց հետ ցանկացած գործողություն իրականացվի հաշվի առնելով նրանց տարիքը, խոցելիությունը եւ զարգացման կարիքները։ Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում անչափահասներին ազատությունից զրկելիս նրանք պետք է անմիջապես առանձնացվեն մեծահասակներից, երաշխավորելով նրանց ֆիզիկական եւ հոգեբանական անվտանգությունը։ Մասնագետները հստակ տարանջատում են անչափահասների ձերբակալման երկու տեսակ՝ վարչական եւ քրեական։ Վարչականը հնարավոր է կիրառել միայն 16 տարին լրացածների նկատմամբ, իսկ քրեականի դեպքում բացառապես կոնկրետ հանցագործություն կատարածի հիմքով, լիարժեք իրավական ընթացակարգով, սակայն արձանագրվում են ընթացակարգային մի շարք խախտումներ։ Օրինակ, եթե անչափահասը չի ենթարկվում ոստիկանի օրինական պահանջին, ապա նրա հանդեպ կարող է կիրառվել վարչական ձերբակալում, որն ի դեպ չի կարող գերազանցել 3 ժամը։ Միջազգային չափորոշիչները հստակ նախատեսում են, որ եթե անչափահասը չի իրացրել բռնի հանցագործություն, անգամ չի կիրառվում իր նկատմամբ ազատազրկումը որպես պատժատեսակ ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների դեպքում, ինչ մնաց, որ մենք կարողանանք կիրառել ազատության սահմանափակման այլ նորմեր։ Ոլորտի փորձագետների խոսքով նման դեպքում պարտավոր են հենց ոստիկանական մեքենա նստելու պահին միջադեպի մասին իրազեկել երեխայի ծնողին կամ օրինական ներկայացուցչին։ Նրանք վկայաբերելով նախորդի օրինակը հարցնում են, թե ինչպես են ոստիկանները կարողացել առաջին հայացքից պարզել անչափահասի տարիքային կարգավիճակը։ Ասում են, հնարավոր է, որ նա արտաքնապես երևա 14 տարեկան, սակայն իրականում 10 տարեկան լինի։ Անչափահասը, որը ձերբակալվում էր, պետքա կամ անմիջականորեն մասնակցություն ունենար ինչ-որ հանցանքի կատարմանը կամ ինչ-որ այլանց իրեն մատնացույց աներ, որ հենց ինքն է կոնկրետ հանցանքը կատարել, բայց այն տեղեկություններով շատ անչափահասներ ուղղակի կանգնած են եղել կողքի ու իրենց ձերբակալել բերման են ենթարկել։ Մասնագետները մտահոգիչ են համարում նաև այն փաստը, երբ անչափահասներին հարցաքննում են առանց հոգեբանի կամ փաստաբանի ներկայությամբ, ինչն օրենքի բացահայտ խախտում է։ Ասում են, որ նույնիսկ որոշ դեպքերում երեխայից պահանջում են ստորագրել փաստաթղթեր առանց իրավական խորհրդատվության։ Օպիկ խախտումներ են տեղ ունենում։ Նախ հասարակություն են իրականացնում, հետո օրինական ներկայացուցիչին բանուցում են, առանց հոգեբանի մասնակցությամբ հարցաքննում են, իրենց անհրաժեշտ տեղեկատվություն ստանում են, ավելին երբեմն նաև տալիս են ինչ-որ բան ստորագրել, որ իհարկե դրան վիճակի կարող են վիճարկել որպես փաստաբան, բայց նոր դրանից հետո զանգում են օրինական ներկայացուցիչին տեղեկացնում են, որ գիտեք ձեր անչափահասը ձերբակալված է։ Եթե անչափահասն արդեն զրկված է ազատությունից, ապա պահպանման պայմանները նույնպես պետք է համապատասխանեն ստանդարտներին, ունենան համապատասխան լուսավորություն, օդափոխություն, կապ հոգեբանի կամ փաստաբանի հետ։ Փորձագետների դիտարկմամբ այս երևույթի դեմ պայքարելու միակ արդյունավետ մեխանիզմը հանրային վերահսկողությունն է։ Անհրաժեշտ է բարձրաձայնել նման դեպքերի մասին, իրավական գնահատական պահանջել ու թույլ չտալ, որ անչափահասների իրավունքները երբևէ անտեսվեն։ Հասմիկ Անտոնյան, ժամը լրատվական։